Այս տարիջան Ես երուստատեսությամբ շատ լավ ճանաչում ենք, շատ գոհ ենք, որ գոնման այք ձեր տեսակի հայեր կամ Արաշկերտի հայեր ենք, մեր Արցախի ազատագրման պայքարին այս է մեր ընկերը, ընդես զոհված, մեր հրամանատարը, մի խոսքով մեր ինչ պատելու լավ բան կար, այսօր ծախել են, չկա։ Հրանստանը հեն բնատուր ամենաուժեղ գործարանային տարածքն է Հայաստանի։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանը ուղղությունը վերցնի արդյունաբերության վրա, այսինքն սկսի վերականգնել այն գործարանները, որ սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք նոր տեխնոլոգիաներով ու նայենք տեսնենք ինչ է Հայաստանը առնում դրսից, որտեղ է Հայաստանում արտադրել։ Ցավը տանեմ, ես ամենա դարուքոս տեղերում ավելի լավ է քելու, ավելի հպարտ է։ Եթե Ղարաբաղ որ տերիտորիայում ուզում էի գառը մորթուբի մգեները գերուքում էի սարկում, շուտատես այսպես կարծ գալիս էի, իսկ այսօր ոնց որ խաղված ունեն։ Սովետի ժամանակ սա սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ, 10 տարում 1000 զավոդ են սարքես երկրում։ Մեր պապերը, որ պապիներ էլի, որ գիր կարդալ չեն իմացել, 1000-ած զավոդ են սարքել։ Այ մարդ, գիրել գիտենք, կարդալ էլ գիտենք, 1000 զավոդ խի չենք սարքում։ Մենք ափսոս ենք, ես մեր ժողովուրդը շատ ափսոս է, շատ հայրենասեր, շատ իսկական հայ են իմաստով իսկական հայեր են, բայց այսօր մարդիկ ունեն տալիս ինչ է, որ արդեն մենք վերություն կարողացում ենք, կամված մեզ հարմարցնում են դες բաների, էլի։ Մենք ես լավ հայերով, ես որակյալ հայերով ձեր հետ ենք, ես մերն եմ մեր ես գյուղի հասարակությանը, ըստ շատ հայրենասեր ժողովուրդ է, էլի։ Այդքան բան ախր։ Հայաստանին ուժեղ երկիր սարքող միակ ճանապարհը դա գործարաններ ունենալ։